Ֆեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է համայնքի ղեկավարի լիազորությունները։ Նա նշել է, որ որոշում է կայացրել վերցնել ազգային ժողովի падգամավորի մանդատը։ Բերլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակարարինորեն հաստատել է, որ հուլիսի 12-ից 14-ը Բաքվում գաղտնի գերմանա-ռուսական հանդիպում է տեղի ունեցել, հակասելով կանցլերին, ով մինչ այդ հայտարարել էր, թե որևէ տեղեկություն չունի այդ մասին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրաված է Ռուսաստանի տարածքում թիրախների ուղղորդման գործում։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը եւ էլեկտրաէներգիայի պայստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։ Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի եւ Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը։ Բլումբերգը հումանելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին հայտնում է, որ Ռուսաստանն այլևս մտադիր չէ Ուկրաինային վերադարձնել օկուպացված տարածքները եւ ձգտում է պահպանել Սումիի եւ Խարկովի մարզերում գրաված շրջանները որպես բուֆերային գոտի։ Նշվում է, որ Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 21-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Միջազգային մրցաշարին մասնակցում են 10 երկրների շուրջ 100 մարզիկներ, ովքեր մի քանի օր շարունակ կմրցեն լավագույնի կոչման համար։